Վերջապես Հայաստանում շատերը արդեն ընդունեցին, որ օդը անտանելի ծխոտ է մեր երկրում, աղտոտված է, շնչելը դժվար է, որ պետք է անհապաղ լուծել այս խնդիրը, բայց եկեք անկեղծորեն ընդունենք, որ այս խնդրի մեջ մենք բոլորս էլ մեղավոր ենք, մեր անտարբերությամբ, անգրագետությամբ, անպատասխանատվությամբ, սուտ հայրենասիրությամբ, սեփական սխալները չընդունելու հատկությամբ, կեղծ մտահոգությամբ։ Օրինակի համար ասեմ, որ այս վիդեոն, երբ հոկտեմբեր վերջին դրեցի իմ YouTube կանալում, արտահայտվելով, որ չի կարելի տերևները վառել, մանավանդ Երևանի կենտրոնում, որովհետև մարդուն պետք է տուգանել, որպեսզի ուրիշների համար օրինակ դառնա, հազար մարդիկ ինձ ամենավատ խոսքերով քֆուրներ ու անեծքներ գրեցին, պաշտպանելով կրակ վառողին, չհասկանալով, որ իրենց վերաբերմունքը դա անտարբերություն է, անգրագետություն է, անպատասխանատվություն է, սուտ հայրենասիրություն է, կեղծ մտահոգվածություն է։ Ես հազիվ էի հասնում ջնջել մեկնաբանությունները, նույնիսկ վիդեոն փակեցի, որ հայհոյանքներ չշարունակվի։ Թվում էր, թե բոլոր հայերը որոշել են ինձ վերավորեն այդ օրերին։ Լավ էր, որ վերջապես Հայաստանում շատերը հասկացան, օդի աղտոտվածությունը նաև կախված է տերևները վառելուց, ու դա անթույլատրելի ավանդույթ է։ Ուրեմն հույս ունենանք, որ մարդիկ էլ չեն վառի իրենց հայգիների տերևները ու թույլ չեն տա ուրիշներին վառել, որպեսզի չվնասել մեր ու ձեր առողջությունը։